Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Նատես թղթերն էլ նայեք։ Ես պիտի վստահ լինեմ, որ ձեր գործերում մեզ վերաբերող ոչ մի խնդիր պիտի չլինի։ Բնականաբար, մի անհանգստացեք։ Ամեն ինչ իմ վերահսկողության տակ է։ Մի քանի թուղթ է պակասում, բայց այդ հարցն էլ կլուծենք։ Ասեք ինչ թղթեր են պետք, ես Գայանին կասեմ, կհավաքի ու կտա ձեզ։ Լավ, անպայման կասեմ։ Լավ, իսկ Գարիկից ինչ նորություն կա։ Հետաքրքրվում եք դրանով։ Հետաքրքրվում եմ։ Գարիկը իր ռեպերտուարի մեջ է։ Այսինքն։ Դե ինչ-որ անիմաստ հիմար բաներ է խոսում, ճիշտն ասած, իրան շատ ագրեսիվ է պահում։ Նախորդ դատվածությունների ժամանակ էլ էր իրան այդպես պահում, բայց ամենավատն էլ նա է, որ բավական հաճախակի ձեր անունն է տալիս։ Իմ? Ինչի համար։ Ճիշտն ասած չգիտեմ, իրան թվում է, թե ինչ-որ բան եք իրեն պարտք։ Այստեղ այնտեղ ինչ-որ անիմաստ բաներ է խոսում, ձեզ է մեղադրում, թե այս դատավարության հետ կապված, թե իր դժբախտ կյանքի ու նաև նրա համար, որ երկար տարիներ իր տղայի կողքին չի եղել։ Չհասկացա, խելագարվել է այդ մարդը։ Ես եմ խնդրել, որ գնա Միսակի հետ հարցեր բարձի։ Դե ճիշտն ասած, այս ընթացքում երկու անգամ հետը հանդիպել եմ ու հասկացել եմ, որ ադեկվատ չի։ Այնտեղ անընդհատ ինչ-որ խնդիրներ է ինքն իր համար առաջացնում, իսկ գիտեք, բերդում այդ խնդիրները այդքան էլ հեշտ չեն լուծվում։ Սկզբում թվում էր, որ հանուն Արմանի իրան այնտեղ պետք է հանգիստ պահի, բայց երևում է, որ չէ։ Չգիտեմ, թե հետագայում ինչ կստացվի, ինչ կլինի։ Այս տարիքում չեմ հասկանում այդ մարդը գոնե խելքը գլուխը հավաքի, ես ինչ անում դա։ Ինձ էլ էր տենց թվում։ Ես էլ էի մտածում, որ այդ գորի կյանքում ինչ-որ հետ կա թողելու, բայց մարդը ամուսնանում է, երջանիկ է։ Այդ նշանակում է, որ հաղթահարել է, չէ՞։ Ձյան այդ օրը մարդ է մահացել։ Իր ապագա հարսնացուին են բանտարկել, ինքը երեխա է կորցրել։ Այդ հասկանում ես, այդ հաղթահարելու չի։ Ես մտածում եմ, որ այդ ամեն ինչ ուղղակի գորի համար միևնույն է։ Ուզում ես ասես, որ Եվա ջան, դու հղի ես եղել։ Ու կորցրել եմ երախուն։ Գիտես ձյան, որ մի պահ քեզ տեսա, հետ գնացի անցյալ ու ինձ հիշեցի։ Ես իրականում շատ ուրախ եմ քո համար, ուրիշ բան չմտածես, ուղղակի իմ համար շատ ծանր են այս հիշողությունները։ Եվա, ինչի չես պատասխանում զանգերիս։ Վերցրու խոսենք։ Գիտեմ, որ տեսնում ես զանգերս, դժվար է մի անգամ պատասխանելը։ Կարող է շատ կարևոր բան ունեմ քեզ ասելու։
դա մի ժամից պետքա գար։ 2.5 ժամից ավել արդեն անցել է։ Ուր է այդ աղջիկը։ Ես ուրիշ աղջիկներով չեմ հետաքրքրվում, Ռեբեկա ջան, չգիտեմ։ Սա անուղելի է։ Բայց դու ինձ սենց ես, չէ՞ սիրում։ Լավ կատակ եմ անում, հանգստացի։ Լսի, կատակի վերջում առհասարակ մարդիկ ժպտում են կամ ծիծաղում են, իսկ քո կատակները մենակ նյարդայնացնում են։ Լավ, արի կատակը դնենք մի կողմ ու խոսանք իրականությունից։ Դու պատկերացնում ես օրինակ, որ իրոք սիրես ինձ, մենք ինչքան հետաքրքիր բաներ կունենանք մեր երեխեքին պատմելու։ Ռեբեկա, հանգիստ։ Դու չես լսում ինքը ինչ ասում։ Հանգիստ, չես լսում։ Ես հասկացա, դու մերես պիտի իրարից առանձին ապրեք։ Ես ու դու ստեղ կմնանք, որովհետև դուք իրար հետ հաստատ լեզու չեք գտնելու, իմ գլուխն էլ դրանից կուռի։ Ուշադրություն չենք դարձնում։ Ռեբեկա, խորը շունչ, արտաշունչ։ Բայց լուրջ պատկերացնում ես, օրինակ ինձ սիրես։ Ես սիրեմ քեզ, անհնարին է։ Բայց դու ինձ արդեն սիրում ես։ Չէ, ես արդեն իրոք չեմ դիմանում, ես գնում եմ։ Եկավ։ Բայց դու գնում էիր, չէ՞։ Չէ։ Դու կբացես, թե ես բացեմ։ Եվա։ Հա, Եվա։ Չեմ կարծում, որ իմ մասին լսած կլինես։ Իմ մասին քեզ գոռը պետքա պատմեր, բայց դժվար թե պատմած լինի։ Գոռը պատմել է։ Մենք իրարից գաղտնիքներ չունենք։ Ուրախ եմ ծանոթության համար։ Նմանապես Իմ իջայլոց շնորհավորում եմ։ Իմացա, որ շուտով ամուսնանում եք։ Շնորհակալ եմ։ Գոր։ Ոնց է իմ սիրուն Սարան։ Լավ եմ, քո զանգին էի սպասում։ Հաստատ լավ ես։ Հա։ Ինձ թվում է մի տեսակ տխուր ես։ Գոր, հիմա դու ինձնից խոսք ես քաշում, թե ինչ-որ բան ես ուզում հարցնել, ուղղակի չես ասում։ Այսինքն ես պետք է հարցնեմ, նոր պատմես։ Պարզա։ Ես կասկածում էի, որ Արամը քեզ կպատմի իմ ու Եվայի հանդիպման մասին, բայց հիմա համոզվեցի, որ հաստատ պատմել է։ Սար, ես այս հերվից ինչ անեմ քո համար, որ դու հանկարծ մի վարքյան չտխրես, ասա դու մենակ։ Ոչ մի բան մի արա, Գոր, ուղղակի շուտ արի։ Ասել էիր մի օր, բայց ցկցկվում է արդեն։ Սար, իսկապես գործերս շատ վատ վիճակում են, պետք է մի քիչ էլ համբերենք։ Լավ, կներես։ Ես ինձ եսասերի նման եմ պահում։ Ուղղակի շոտ եմ կարոտել քեզ։ Գիտես չէ, որ տենց ես ասում, 10 րոպեից հայտնվում եմ ձեր դռան մոտ։ Հիմա ինչ ես անում։ Ես էլ քեզ եմ կարոտում։ Շատ եմ կարոտում։ Սիմպա ջան, կներես, որ քեզ այսքան սպասացրի։ Չնայած իմ նման աղջիկներին սպասելը քո համար պատիվ է։ Դու ստեղ ինչ ես անում։ Կներես։ Չէիր ասել, որ բացի ինձնից էլի հյուրեր ունես Արամ։ Այսինքն քեզ, Եվա ջան, թվում է, որ ես այս տանը հյուր եմ։ Ռեբեկան հեսա գնում է, Եվ ջան։ Լուրջ։ Իսկ ով ասաց, որ Ռեբեկան հեսա գնում է։ Դե ինձ թվաց գնում ես արդեն։ Քեզ թվաց, ես մնում եմ։ Ես գնում եմ ինձ թեյ դնեմ։ Կարող է քեզ էլ ինչ-որ բան հյուրասիրեմ։ Ես սուրճից չէի հրաժարվի, իսկ թեյեր ուղղակի տանել չեմ կարողանում։
Արամ ընկերոյդ է այս աղջիկը։ Եվ ջան, դու գնաներս, ես հեսա կգամ, հա։ Ռեբեկա ջան, ի՞նչ է կատարվում հետդ։ Հեսա սուրճը։ Մենք սուրճ չունենք տանը։ Ինչ ա ուզում ես աղջիկը Սարայից։ Ես չգիտեմ, բայց դու լավ կանես գնաս հիմա։ Չգիտես։ Ամբողջ օրը իրար պոչին կպած մանեք գալիս, բայց դու չգիտես թե իր մտքին ինչ կա։ Ուզում ես ասես, որ ինքը քեզ ոչինչ չի ասել։ Ինչ օրն ընկա ես, Ռեբեկա ջան, ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Դու այդ աղջկա հետ իմ դիմաց կխոսես, որ ես հասկանում թե իր մտքին ինչ կա։ Թե չէ ես եմ իրան ասել այն ամեն ինչ, որ մտածում եմ իր մասին։ Իսկ կլինի հիմա դու գնաս, ես խոստանում եմ այդ աղջկա հետ ինչ խոսեմ, քեզ բառ առ բառ կպատմեմ։ Բայց դու իրոք ուզում ես, որ ես գնամ։ Անընդհատ դու ես հանդիպումներ փնտրում։ Հիմա ես եկել եմ այստեղ ու դու ինձ ասում ես, որ գնամ։ Ես մերկ չեմ, ես ինչ ես անում իմ հետ։ Լավ։ Արի անկեղծ ասա։ Եթե դու իրոք ուզում ես, որ ես գնամ, ես խոստանում եմ կգնամ։ Ամեն ինչ կարգին է, Արամ։ Հա, բա, այո ջան, բա, կարգին է, բա ինչա։ Որ կուզում եմ հասկանա ինչի համար ինձ ստեղ կանչել։ Այդ աղջիկը Սարայի քուրն է։ Հա, Սարայի քուրն է, բայց ինչ կապ ունի այդ։ Դե Արամ, ինձ դուր չի գալիս, որ ինքն էլ է ստեղ։ Ես մտածում եմ մենք երկուսով կլինենք, կասենք, կխոսանք։ Կներես Եվա ջան, որ պլաններդ խառնեցի իրար։ Ուղղակի նենց հստացվել, որ ես այս տանը գտնվելու համար ոչ մեկից կարծիք կամ թույլտվություն չեմ հարցնում։ Վանա, նստի տեղ, Եվ ջան։ Հա, իդեպ, տանը սուրճ չկար, դրա համար մենակ ինձ թե եմ բերել։ Ոչինչ, չէ։ Ոչինչ։ Բա դե խոսացեք, ինչի չեք խոսում, շփվում, կարող է ես եմ խանգարում։ Չէ, Ռեբեկա ջան, դու ոնց կարող եմ ես խանգարես։ Դե բա ես էլ եմ էլի այդ մտածում։ Ալո։ Բարև ձեզ, Սարայի հետ եմ խոսում։ Այո, ես եմ։ Դուք առաքում ունեք։ Ես նշված հասցեում եմ արդեն։ Առաքում։ Հա, ես ձեր տան մոտ եմ։ Մեքենան մոտեցրել եմ, կարող ենք գնալ։ Կգնանք։ Նստի մի րոպե։ Ինչ որ բան ես ուզում ասել։ Դու հորդ հետ կապ ունես, Արման։ Չէ, ուղղակի հարց եմ տալիս, հա, թե չէ։ Չէ, ոնց պետք է ունենամ։ Բայց ուզում էի գնալ մոտը։ Ինչ որ բան ա եղել։ Չէ, բայց եթե ինչ որ լուր իմանաս հորիցդ,
Ինձ անպայման պիտի ասես, հասկացար, չէ՞։ Դու հենց այնպես սենց հարց չէիր տա։ Ինչ որ բան կա, ուղիղ ասա։ Հայրդ խնդիրներ է ստեղծել Բերդում։ Ու ստեղծել է հենց ինքը։ Նորից։ Հա, նորից։ Հորդ պահվածքը քեզ համար գաղտնիք չի։ Ցանկացած լուր, որ հորիցդ իմանաս, ինձ պիտի ասես, ես պիտի իմանամ, բայց ես չեմ ուզում, որ դու գնաս մոտը։ Հա, ես հասկանում եմ, հայրդ է, ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, դու պատրաստ ես հորդ համար ամեն ինչ անել, բոլորին դեմ դուրս գալ, բայց հասկացիր, հայրդ քեզ անդունդն է գլորում, այն ինչ ասում եմ հիմա, ես քեզ համար եմ ասում, քեզ փրկելու համար եմ ասում։ Ու չեմ ուզում, որ գնաս այնտեղ։ Կարող ես կապ պահել հետը, հեռվից։ Կուզես ես էլ կօգնեմ, բայց հեռվից։ Այնտեղ մոտը չգնաս։ Քո հայրը ոչ մի կերպ խելքի չի գալիս։ Ոչ մի կերպ։ Այն ամեն ինչ գլխով անցավ, դաշ չեղավ հորդ համար։ Ու դու էլ ես հասկանում, Արման ջան։ Դու էլ ես հասկանում, որ ես ճիշտ եմ։ Հա, հասկանում եմ։ Ու ինչքան էլ հասկանամ, մեկը կապ չունի, ես հորիցս չեմ հրաժարվի։ Ես քեզ ելկա եմ վստահել, Արման։ Ելկա, ու չեմ ուզում, որ դու վտանգես այդ երեխու կյանքը։ Հորդ հետ շփումը հիմա ամենավտանգավորն է։ Ես գիտեմ դուք ինչի միջով եք անցել։ Շատ լավ հասկանում եմ այդ ամենը։ Բայց դու չես հասկանում, որ հերդ խնդիրներից բացի քեզ համար ոչինչ չի թողել։ Միայն խնդիրներ։ Հա, դու էլի պատրաստ ես դեմ դուրս գալ բոլորին, հրաժարվել ամեն ինչից։ Բայց խնդրում եմ քեզ։ Օգնիր, եթե կա նման ցանկություն, բայց հեռվից։ Հարկ եղած դեպքում ես էլ կօգնեմ։ Բայց շփումը դադարեցրու։ Եթե դու որոշել ես կյանքդ կապել Էլկայի հետ, ուրեմն ես արգելում եմ քեզ գնալ հորդ մոտ։ Հա, թող սխալ հնչի, բայց ես արգելում եմ, որովհետև ես քեզ համար եմ պատասխանատու։ Լավ, բայց ինչ է արել։ Կոնկրետ ասա։ Ինչ արել, հասկանում եմ, որ շատ լուրջ բան է, բայց կոնկրետ ինչ։ Կարոտել ես։ Ես հաշվարկել էի, որ կուտես նոր կզանգես։ Չէ, մտածեցի քո ներկայությամբ բացեմ, բայց զարմացա, որ առաքիչը զանգեց, ոչ մի բան չէիր ասել։ Սարա ջան, անակնկալները հենց դրա համար են, որ չասես։ Իսկ սա ի՞նչ է։ Բաց։ Մի անգամ ասել ես, որ քո սիրած քաղցրավենիքն է։ Ոայ, հիշում էիր գոր։ Ճապոնական։ Նույնիսկ հիշում էիր, որ ելակովն եմ սիրում, հա։ Ես քո ասած ոչ մի բառ կամ տառ չեմ մոռանում ընդհանրապես։ Լավ, ինձ սպասում են արդեն, բայց մինչև չտեսնեմ, որ կերել ես ու հավանել ես, չեմ գնա։ Լավ, սպասի։ Հա, ինձ շատ տարբեր համերի առաջարկեցին, բայց ես
գիտեի, որ քեզ ելակը կուրախացնի։ Դե ասա համով էր։ Անմահական է ուղղակի։ Դե դու վայելի ես գնամ։ Շատ սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ շատ Մոչի չափ։ Գոր, եթե քո բացակայության ընթացքում սենց համով անակնկալներ ես պատրաստվում անել, կարող ես եւ մի փոքր ուշանալ։ Հա, տենց Սարա։ Հանգիստ, շունչքաշի նորկեր, այդ բոլորն էլ քոնն են։ Կարող եմ մի բան պատվիրեմ ուտենք։ Արամ ուզում եմ հասկանամ ինչի համար ես ինձ տեղ կանչել։ Կարող եմ ես փորձել բացատրել, թե ինչի համար ես այստեղ։ Ճիշտ է, չգիտեմ Արամը ինչի է կանչել, բայց ես ունեմ իմ կարծիքը։ Յո, լուրջ։ Ասա, այսքան ժամանակա էմոցիաներդ մեջդ պահում ես։ Ասա, արտահայտվի, թե չկպայթես։ Ես գնամ ուտելու ամեն դեպքում բան պատվիրեմ ուտելու։ Ոնց ուզում ես։ Դու գիտես ես ով եմ։ Վստահ եմ, որ գիտես։ Հա, Սարայի քուրը ինչ որ տուրիստականի աշխատակից։ Հետո Հետո այն, որ չմտածես իբր դու տենց վտանգավոր, ամեն ինչից գլուխ հանող ու իրավիճակը ձեռքերումդ պահող տենց թույն աղջիկ ես։ Ես չգիտեմ Ամերիկայում ոնց է եղել, բայց այդտեղ ամեն ինչ այլ է։ Ես հասկանում եմ, բարդ կյանք ես ունեցել։ Բայց դա չի նշանակում, որ պետքա գաս այստեղ ու մյուսների կյանքն էլ փորձես բարդացնել։ լսի մի հատ բան հարցնեմ էլի, ես տանը կարող է ջերմաչափ կա, դու ինչ որ արդեն զառանցում ես։ Ինչեր ես խոսում աղջիկ ջան։ Ինչ որ խոսում եմ, դու շատ լավ հասկանում ես։ Իսկ ես հասկանում եմ, թե դու ինչի մասին ես լռում։ Ես հասկանում եմ, որ ծանր է ուրիշների երջանկությունը հանդուրժելը։ Բայց քեզ ոչ ոք չի ստիպում, որ հանդուրժես։ Դու կարող ես ուղակի գնալ այնտեղ, որտեղ որ քո տեղն է։ Իսկ դա Հայաստանը չի։ Էլի եմ կրկնում։ Չմտածես, որ դու տենց ամեն ինչից լավ գլուխ հանող աղջիկ ես։ Խորհուրդ եմ տալիս, չմտնես մի խաղի մեջ, որտեղ պարտվող ես լինելու։ Եթե Աստված չանի, քրոջս գլխից մաս պակասի, ես քեզ ցույց կտամ, թե այստեղ ով է ամենավտանգավոր մարդը։ Հասկացանք իրար։ Այսուր։ Չի կարելի խցկվել մի տեղ, որտեղ քեզ ոչ ոք չի սպասում։ Հուսով եմ դու ինձ հասկացար։ Այ հիմա ես իրոք գնում եմ։ Ձեզ բարի ժամանց։ Ես հեսա կգամ էլի Եվչան։ Ռեբեկա ջան, սպասի։ Ես քո նման պարապած չեմ, շունչս կտրվեց։ Եկել ես ասես, որ շատ կոպիտ խոսացի հին ծանոթիդ հետ ու հուզվել, ա։ Ինքը տենց հեշտ չի հուզվում։ Ես մենակ մի բան չեմ հասկանում, որպես ինչ ես այդ աղջկա հետ այդքան ջերմ։ Գորը ընկերդ է, իսկ այդ աղջիկը մնացել է Հայաստանում, որ Գորին վնասի։ Գորը ընկերդ է, իսկ Սառան Գորի ապագա կինը։ Ու այդ աղջիկը անընդհատ Սառայի հետևից պտտվում է ու առիթը բաց չի թողում, որ կծի։ Հարցս կրկնեմ, մոռացած կլինես։ Որպես ինչ ես այդ աղջկա հետ այդքան ջերմ։ Նենց եմ հոգնել ես ամեն ինչից չես պատկերացնի։ Ոչ մի բան չտվող պատասխան։ Ռեբեկա, հավատա, հիմա տենց է պետք։ Ավելի անիմաստ պատասխան։ Ուրիշ պատասխան չկա, որ մի քիչ երկար մտածես կհասկանաս, որ իրոք հիմա սենց է պետք անել։ Հասկանալու համար պետքա քո նման լինեմ։ Չեմ ուզում։ Մի խոսքով արա ինչ ուզում ես, շփվի ում հետ ուզում ես։ Բայց այս տանը էլ այդ աղջկան չտեսնեմ։ Մի րոպե, հիմա դու ավելի շատ Գորի ու Սառայի մասին ես մտածում, թե խանդում ես։
Գիտես, մինչև այս հարցը տալը մտածում էի, որ դու ամեն դեպքում լավ մարդ ես, լավ տղա ես։ Բայց հենց հիմա վերադարձա մեր առաջին հանդիպման օրը։ Ուղղակի էլ այդ աղջկա հետ ես չեմ ուզում ոչ մի կապ ունենալ։ Հաջողություն։ Տունս էլ կոթափոխես։ Փաստորեն կար սուրճ։ Ոչինչ, չէ որ առանց հարցնելու եմ եփել, ուղղակի այսօր այնքան քիչ եմ խմել, գլուխս մի տեսակ ցավում է։ Հա, նորմալ է։ Սիրում ես այդ աղջկան։ Բայց ով տենց բան ասեց։ Դե լավ, երևում է։ Այ ինքը տենց էլ չհասկացա հավանում է, թե չէ։ Մի տեսակ շատ ագրեսիվն է։ Չէ, եւ ջան, ընդհանրապես ագրեսիվ չի լինում միշտ։ Հասկացա։ Ուրեմն պատճառը ես էի։ Օրում դու ես չէ ինձ տեղ հրավիրել։ Ես անկոչ հյուր չեմ, չէ։ Իսկ նորմալ է, որ ինչ-որ անծանոթ աղջիկ քո տան մեջ ինձ կարա ուղղություն ցույց տա։ Ու դրանի պատասխան դու ոչ մի բան չասես։ Եվ ջան, այս տունը ավելի շատ Ռեբեկայինն է, քան իմը։ Ու ես էլ գորի միջնորդությամբ եմ ապրում ստեղ։ Հենց որ Ռեբեկայի մուննաթով լինելը իմ համար շատ նորմալ է։ Ու հիմա էլ ես ու դու ենք էլի մենակ ստեղ։ Նենցա որ Ռեբեկան չէր եկել, որ այդ քո հրեշտակի թևերը մկրատով կտրեր։ Սարայի հետևից ինչ ես ման գալիս։ Դե լավ, լսի, այդ ճակատագիր է դարձել։ Մեր անընդհատ իրար հանդիպելը։ Եվա։ Արա մենք բոլորս էլ հասկանում ենք, որ դու հարուստ տղա ես ու հաստատ տան խնդիր չունես։ Հյուրանոցում կարող ես մնալ, էլ չասեմ վարձով տան մասին։ Ես չեմ հավատում, որ ինչ որ մեկի տանը մնալու պատճառով դու կարաս այդքան մուննատ հանդուրժես։ Բայց կարող է ինձ հենց այդ մուննատն էլ դուր է գալիս։ Իսկ ինձ դուր չի գալիս, գիտես։ Ես սովոր չեմ նկատողությունների։ Հիմա ես այս սուրճը կխմեմ ու սրանից հետո, եթե էլի կուզես ինձ հանդիպել, կխնդրեմ ժամադրման այլ վայր ընտրես։ Արամ ջան։ Իսկ ով ասում ընդհանրապես, որ ես քեզ էլի եմ ուզելու տեսնեմ։ Վերջ Արման ջան։ Ես այսօր կմնամ տանը, էլ տնից դուրս չեմ գա։ Կարող ես գնալ։ Սարոյան։ Որս մասին խոսեցիր, այդ թեման բացեցիր, բայց այդպես էլ ինչ-որ կոնկրետ բան չես ասում։ Ասեցի Արման ջան։ Ասեցի։ Ավելի պարզ ոնց ասեմ։ Երբ մարդիկ մտերիմ են, մեկը մյուսի կես խոսքից պիտի հասկանա ամեն ինչ։ Ախր հարցն էլ հենց այն է, որ ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Ու դու առանց լուրջ պատճառի այդ թեման չէիր բացի։ Ճիշտ ես։ Հայրդ ինքն իր աշխարհի հետ կռիվ է տալիս Արման։ Միսակն արդեն մեռել է, չկա։ Բայց նա դեռ չի հանդարտվում, դեռ վրեժը լուծված չի համարում ու չի համարի այնքան ժամանակ, մինչև իմ տանը սուկ չլինի։ Տենց չի։ Այդպես է։ Ես իզուր տեղը բաներ չեմ ասում։ Այդպես է։ Ես օթից խոսքեր չեմ ասում։ Նա քեզ էլ է օգտագործում։ Հավատա, ես հիմա քո մասին եմ մտածում։ Քո մասին։ Հայրդ պղտորելու է քո մտքերը։ Քեզ ընտրության առաջ է դնելու։ Հավատա ինձ, քեզ ընտրության առաջ է դնելու ու դու չես կարողանալու ընտրել։ Այստեղ արդեն հարցը ես չեմ։ Էլկանա։ Մենք երկուսս էլ հասկանում ենք, չէ՞ որ ծնողին ուրանալը բարդ բան է։ Շատ բարդ։
ու ցանկացած պահի դու մի բան մտածելու ես, փորձելու ես մի ելք գտնել, իսկ այդ ընթացքում քո հարազատներից որևէ մեկը կարող է տուժել։ Արման ջան, հավատա ինձ։ Ինչքան էլ որ ես վստահ եմ քեզ, ես ավելի վստահ եմ այն բանում, որ մարդը հաճախ գերի է դառնում իր զգացմունքներին։ Արման ջան, խնդրանքս մնում է նույնը։ Ինձ տեղյակ պահիր ամեն ինչում։ Ու չես ասելու ոչ մի բան։ Ջուր բերեք ասեմ։ Այ քեզ բան։ Կամ սուրճ։ Հետո Ավելի լավ է Վալերյան կա։ Ռեբեկա, ուզում հասկանամ, կաշառում ես, որ խոսես, տեսնում ես անհամբեր նստած սպասում ենք։ Ելկա ահա որ ջղայնացած եմ։ Ելկա խնդրում եմ գնա ջուր բեր։ Գնա։ Ամեն դեպքում որոշեցիր մնաս, հա։ Դու հանգիստ եղի Սիմֆո ջան, ես կորող տեսակ չեմ։ Ստեղ էլ իմը կգտնեմ։ Բա ինչով ես ստեղ զբաղվելու։ Լսի, այս պահին դեռ տենց հստակ չեմ որոշել։ Ուղղակի հիմա չեմ ուզում գնամ, չնայած իմ դեպքում չես իմանա վաղը ինչ կմտածեմ։ Դե հա, այդ գիտեմ։ Գիտես դրա համար էլ աչքի տակ ես պահում, չէ՞։ Դե լավ, ես ամեն ինչ հասկանում եմ։ Ինչն ես հասկանում, Եվ ջան, այսինքն ըստ քեզ ինչ որ հետին միտք կա նրա մեջ, որ ես ուզել եմ քեզ տեսնեմ։ Չէ, Արամ։ Ես չեմ ասում, որ ինչ որ հետին միտք կա, բայց դու գիտես, որ ես միամիտ էլ չեմ։ Ես վստահ եմ, որ Գորն է ասել, որ դու կապ պահես իմ հետ։ Տեսար, որ ճիշտ էի։ Ինքը ինձ անընդհատ զանգում է, դե ես էլ չեմ պատասխանում։ Հիմա խառնվել է իրար, ուզում է այս ամեն ինչի մեջ քեզ էլ խառնի։ Չէ, Եվ ջան, չկա տենց բան, չէ։ Լուրջ, բայց ինձ մի տեսակ թվում է, որ կա։ Եվ ջան, առաջ դու էիր ինձ զանգում, ուզում որ հանդիպեինք։ Հիմա էլ ես եմ զանգել քեզ, ուզել եմ հանդիպենք, չգիտեմ, խոսանք, շփվենք, դու Ամերիկայից ես եկել, ես էլ անընդհատ չէի հարմարացնում, որ քեզ տեսնեինք։ Հիմա ես եմ քեզ հրավիրել։ Ինչի համար ես մտածում, որ պարտադիր պիտի ինչ-որ բան լինի։ Արամ, դու տենց էլ խաբել չիմացար։ Դե լավ, եւ արդեն նեղացնում ես։ Լավ, Արամ, արի պարզ խոսենք։ Դու ճիշտ ես։ Դու գիտես, որ ես հիմա Հայաստանում մենակ եմ ու շատ ուրախ եմ, որ քո պես ծանոթ ունեմ։ Բայց եթե ես իմացել եմ, որ այս մտերմության պատճառը Գորն է, ես անկեղծ եմ ասում, որ էլ չեմ գա ու քեզ չեմ տեսնի։ Դու գիտես, թե ես ինչքան եմ սիրում համ քեզ, համ էլ քո ընտանիքը։ Իմ համար շատ ցավոտ կլինի, որ Գորի պատճառով ես այսքան լավ ընկեր կորցնեմ։ Արման Արմանը դու ես, չէ՞։ Ժամանակ ունես երկու բառ խոսանք։ Հա, ինչի մասին։ Օրդ։ Ինչ կա օրս հետ կապված։ Դու չգիտեմ, տեղյակ ես թե չէ, բայց հերդ մեծ թվեր եմ ես պարկ։ Բայց դու ով ես, որ հերս էլ քեզ փող ապարկ։ Իմ ով լինել է, քո կյանքում բան չի փոխելու։ Բայց այ հորդ կյանքը լրիվ կփոխվի, եթե երկու օրվա մեջ այդ պարտքերը չփակես։ Ինչ պարտքին չես խոսում։
Երետ այնքան դուխ ունի, որ բերդում գումար է խաղում։ Բայց ինձ գալիս է պարկը տալու ժամանակը ցրում է, այսօր եկուց է անում։ Երևի չի հասկանում, որ մեր հետ խաղանելը լավ բան չի։ Կարող է մտածում է ձևերը չգիտենք փողերը հետ վերցնելու։ Ինքը չի կարում, դու պիտի փակվես։ Էդ էլ նոր ձև է, հա, փող աշխատելու։ Քեզ թվում է ես կատակ եմ անում։ Հեսա որ մի քանի օր ասնի լրիվ կհասկանաս ասածի ժրժությունը։ Երևի հասկանում ես հորդ հետ ինչ կարան անեն։ Ինչքան է պարտք։ Ահագին։ Հենց տրամադրվես այս թեման շարունակելու, քեզ ամեն ինչ կասվի։ Ես հետը կխոսեմ ու կհասկանամ, թե ինչ է կատարվում։ Ում հետ ուզում ես խոսա։ Բայց եթե շատ տարակ այդ պարտքերը չհասնի իր իրական տերերին, երևի հասկանում ես, չէ, հորդ հետ ինչ կարան անեն։